Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս հարգելի ժողովուրդ, եթերում է հանրային ձայն հաղորդաշարը, բայց նորից պետք է ասեմ, որ այսօրվա մեր եթերը ինչպես եւ նախորդը տարբերվում է բուն եթերից, քանի որ Հայաստանում քաղաքամար Երևանում նամանավանդ տիրող իրավիճակը ստիպում է խոսել ավելի պրագմատիկ եւ առօրյա հարցերից, որոնք որ բնականաբար ավելի շատ են հուզում հանրությանը, քան, չգիտեմ, կոմունալ, սրադատ, նրադատ, սրան տարան, սրան բերին, սրա ոչմ սիրած եւ այլն։ Ուստի ելնելով այդ ամենից մենք որոշել ենք հաղորդման 80%-ը կենտրոնացնել կոնկրետ ցույցերի, միտինգների, քաղաքական, այսպես ասած, խրդժունքների, Ռոբիկ, Սերժիկ, Նիկոլ եւ այլն այս երևույթների շուրջ։ Եվ քանի որ հիմնական թեման վերաբերվել է միտինգին, այդ իսկ պատճառով ներս ենք հրավիրում ուժային կառույցների ղեկավարներին, բոլորին։ Արթուր Դավթյան, Աբազյան, Վայեղազարյան, Արգիշտ, իհարկե առանց Քրիստինե Հալաջյան եւ Մուլտո չի լինելու, կանվոյը բերելա Արմավիր քերակատարողական հիմնարկից Մուլտոին, то վերընկնի տեղ շմուշկեն տվեք ձեռը։ Մարտին Գալստյան, եթե չեմ սխալվում, ով է, կենտրոնական բանկի բոզի տղեն է, ով է, մեկը, չեմ էլ հասել անգամ ոչմ ճշտել, դրան էլ բերեք ներս։ Ռոբիկ, Սերժիկ, դրանք քցել անցեք վերընկեք։ Լևոն Քոչարյանն ուրա, էդ էլ թողա, ուրին կնգա հետ, Սիրուշոյով։ Ուրա Սիրուշոն։ Հաղի, չես գիտեմ, որ հաղի աբա ուրա։ Հրապարակն պարամա երկի։ Մուլտո մեքենա գալգի Սիրուշոյ հետևից։ Մինչև բերեն հեսա, ստեղես ուղակի մի հատ տենամովել եմ։ Ուրա Իշխան Սաղաթելյան Վանեցյան։ Ասարագասնեն։ Ասեք թորագասնեն։ Ռուզիկ։ Ռուզիկը ինչպես միշտ պարտաճանանչ արինստի։ Ես չգիտեմ, ամեն անգամ, հիմա էլ լրիվ հակելա, բանը կատնագոյ, աղ չեսի չքո հակու կապ, ես իմալ գեղեսկություն, կրկրվեց դու, ըստ, ռուզիկը անկրկնելի է, ես ինչ թուխի է, աղ չի քո մարդն ուր է, հələ մե քո մարդն լասա թուգը, հələ մե զանգի ասամու շեղի չլարի, հələ մե զանգի տենը կի քո մարդն ուր է, հələ թույտ էլ գա, ահա, Սիրուշոն, ժամանեց նաև Սիրուշոն, խտրեմ նստեք, խտրեմ եմ շատ զգուշ, մի հատ տեղ բն բասկաթոր տվեք, այդ բասկաթորի նստեղ չիկ չան, հարմար Քրիստիկ, զանգի 103, շտաբօգնության գլխավոր ենթակայան, չնայած 103 չի 50 քանիսով համար, իմ անունից, ասալ որ շատ շտաբ մի հատ բրիգադո հերթապայի ներքևում, անհապաղ, գինեկալագիչսկի, գծից հանեմ են, գրգում են ստեղ, որ հետո լովիկը ինձ չմեղած գրոշ չասի, քո պատճառով իմ կելիք վիժեց, մեքենա բերեք կայնս եք տեղ ներքևը, Всё, вся семья в сборе, հա խմեք, իհարկե խմեք, Всё, և այսպես, հարգելի ժողովուրդ, մենք ունենք ցույցեր, մենք ունենք միտինգներ։ Ես որոշել էի անդրադառնալ Արթուր Դավթյանի ճառին, այսպես ասած, տարեկան հաշվետվությանը, քանի որ մենք ինքներս պատրաստել ենք բավականին լուրջ հարցաշար Արթուր Դավթյանի համար, պրոստի մեզ չգիտեմ, սկսեմ հարցաշարից, այն ինչից նոր անցնենք բուն թեմային երևակայի, սկսենք հետևյալից։ Ուրեմն Արթուր Դավթյան, վեկալ թուղթուգրիչը, Արայք Հարությունյան ուշանը մեզ, ես հասկանում եմ, որ դու չաղես, բայց պետք է ժամանակին գալ, դու էլ նստի։ Դու կամաց հավաքվեք մինչև, ես ինչի չեմ սկսում, մինչև բանը գա, շտաբօգնությունը գա։ Եվ այսպես, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հաշվետվությամբ հանդես գալի, գիտեք, ազգային ժողովում ներկայացնում է իր արած եւ չարածը։ Ես հիմա ուզում եմ այն ինչ որ մենք առանձնացրել ենք գրավոր կուլտուրական այդ հարցադրումները տալ Արթուր Դավթյանին եւ այսպես
Գլխավոր դատախազը 2021 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաղորդման կապակցությամբ արկային մի շարք անհստակություններ եւ պարզաբանման ենթակա հարցեր։ Այսպես 2021 թվականին հարուցվել է պետական շահերի պաշտպանության հարցադրմամբ 626 միլիոն 467 հազար դրամի բռնագանձման պահանջով հայցեր։ Թվերը գրի Արթուր։ Նաեւ ընթացքում է գտնվել 7 միլիարդ 172 միլիոն դրամի ընդհանուր հայցագնով հայցեր։ Նույն տարում դատարանները բավարարել են 265 միլիոն հայցագնով հայցեր, այսինքն 2022 թվականի սկզբի դրությամբ ընթացքում գտնվող հայցերի ընդհանուր հայցագինը կազմում է 7 միլիարդ 533 միլիոն 467 միլիոն դրամ։ Հարց. Որքան է կազմում բավարարված հայցերի հայցագինը 2022 թվականի մայիս ամսվա դրությամբ։ 2016 թվականից 21 թվականի ընթացքում ընթացիկ եւ հարուցված հայցերի ընդհանուր հայցագինը կազմել է 18 միլիարդ 819 միլիոն 151 հազար դրամ, որից 2021 թվականի վերջի դրությամբ բավարարված հայցերի հայցագինը կազմել է 6 միլիարդ 401 հազար 550 ներողություն 6 միլիարդ 401 միլիոն 550 հազար դրամ, արդեն տվերի մեջ է բան եղա, ինչը կազմում է հարուցված հայցերի ընդամենը 34%-ը։ Հարց. Ինչով կարելի է բացատրել նման ցածր տոկոսը, պարոն Արթուր Դավթյան։ Այս ընթացքում անցողիկ չէ պատճառաբանությունը այն մասին, որ դատարանները դանդաղ են աշխատում, քանի որ խոսքը գնում է 5 տարվա ընթացքում հարուցված քրեական գործերի մասին։ 2016-21 թվականների հաշվետվություններից նախ չի հասկացում բավարարված հայցերով վերջնական ինչ գումարի հայցագնով վճիռներ են մտել օրինական ուժի մեջ։ Այսինքն որքան է ենթակա հօգուտ պետության գումարի վերջնական թիվը, ինչպես նաև նշված տարիների հաշվետվությունների համադրմամբ, հասկանալի չէ որքան է այդ վճիռների հիման վրա փաստացի բռնագանձված գումարի չափը։ Այս դեպքում եւս անցողիկ չէ այն վարկածը, որ քրեական գործերի նախաքանության ընթացքում ինչ որ գումարներ են վերականգնվել։ Խոսքը պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցման արդյունքում բռնագանձված գումարների մասին է, որը ըստ 16-ից 21 թվականների հաղորդումների համաձայն կազմել է ընդամենը 20 միլիոն 650 հազար դրամ, այսինքն բավարարված հայցերի 0.3%-ը։ Դուք հասկանում եք։ Այս հսկայական միլիարդներից, որտեղից միլիարդավորներ դուք ներկայացնում եք, դուք ընդամենը հետ եք բերի 0.3%-ը։ Դատախազության գործնեության մասին է խոսքը։ Դատախազության կողմից հայց է ներկայացվել դատարան հաղթանակ զբոսայգու հարող տարածքի հողամասը վարձակալության հանձնելու մասին կառավարության որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Վարչական դատարանը հայցը վարու չի ընդունել, քանի որ բաց է թողնված եղել հայց հարուցելու ժամկետը։ Ինչ էր անում դատախազությունը։ Պոռնո էր նայում։ Որն է եղել ժամկետը բաց թողնելու պատճառը, հատկապես որ հայց հարուցելու հիմքերը առաջ են եկել համապատասխան քրեական գործի քննության ընթացքում եւ որ ենթարկվել է հայցը սահմանված ժամկետում դատարան չներկայացնելու համար։ Ինչն է պատճառը։ Հաղորդման մեջ զինվորական դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների մասով նշված է, որ հաշվետու տարում իրականացվել է 423 ստուգում եւ ուսումնասիրություն եւ արձանագրվել է պետական շահերի խախտման 308 դեպք բանակում։ Իսկ արձանագրված վնասը կազմել է 2 միլիարդ 701 միլիոն 344 հազար 766 դրամ, այսինքն 5 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար, որից վերականգնվել է 1 միլիարդ 177 միլիոն 473 հազար դրամը։ Հարց. 2022 թվականի գարնան դրությամբ մնացյալ գումարը վերականգնվել է թե ոչ։ Իսկ նշված 5 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար պատճառած վնասի համար քանի մարդ է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Պարոն Արթուր Դավթյան։ Ըստ 2016-21 թվականների հաղորդումների զինված ուժերում արձանագրված վնասի չափը կազմել է
20 միլիարդ 576 միլիոն 208 հազար 400 քանի դրամ, ինչը կազմում է շուրջ 44 միլիոն ԱՄՆ դոլար։ Ըստ նույն հաղորդումների վերականգնված գումարը կազմում է 4 միլիարդ 522 միլիոն 211 հազար 862 դրամ կամ շուրջ 9.7 միլիոն ԱՄՆ դոլար։ Հարց. ինչով է պայմանավորված վերականգնման նման ցածր տոկոսը, եթե խոսքը գնում է 5-6 տարիների կատարած աշխատանքի մասին։ Արթուր Դավթյան 2011-21 թվականների ընթացքում զինված ուժերում իրականացվել է 2445 ստուգում, այսինքն շաբաթական 8 ստուգում։ Այս ստուգումներով արձանագրվել է ընդհանուր 1597 խախտում։ Հարց. ինչպես է ստացվում, որ 2445 ստուգումների ընթացքում հայտնաբերվում է ընդամենը 1597 խախտում, այն դեպքում, երբ զինված ուժերում պետական շահերի եւ պետական միջոցների հետ կապված խախտումները արդեն իսկ ստացել են ապացուցման համար կարիք չունեցող երևույթների կարգավիճակ։ Ըստ նախորդ տարվա հաղորդման, զինվորական դատախազության ոլորտում քննված քերական գործերով եւ նախապատրաստված նյութերով արձանագրվել է պետությանը պատճառված 18 միլիարդ 646 հազար 894 646 միլիոն 894 հազար 933 դրամի վնաս։ Այս տարվա վնասի թիվը դարձել է 9 միլիարդ 122 միլիոն 716 հազար դրամ։ Հարց. ինչով է պայմանավորված նման անհամապատասխանատվությունը։ Նախորդ տարվա հաղորդման համաձայն զինված ուժերում պետությանը պատճառված վնասի թիվը կազմել է 18 միլիարդ 646 միլիոն եւ այլն, որից ըստ նույն տարվա հաղորդման վերականգնվել է ընդամենը 447 միլիոն դրամ։ Դուք հələ միլիարդ լսեք եւ այդ միլիոն դրամ լսեք։ 2020-21 թվականների հաղորդումների համաձայն զինված ուժերում պետությանը պատճառված արձանագրված վնասի չափը պետական շահերի պաշտպանության գործով կազմել է 4 միլիարդ 700 միլիոն։ Կասեք մի քիչ ավելի առաջ 2019 թվականին զինված ուժերում արձանագրվել է աննախնդեպ 12 միլիարդ դրամի նյութական վնաս։ Ըստ հետագա 2021 թվականների հաշվետվությունների այդ վնասը վերականգնելու ուղղությամբ հստակ տվյալներ չկան։ Ըստ 2020 թվականի տարեկան հաշվետվությունների զինծառայողների բնակարաններ հատկացնելու գործընթացում արձանագրվել են չարաշահումներ։ 27 ծառայողին 25 բնակարան հատկացնելու գործընթացում, որոնց կապակցությամբ հարուցվել է թիվ 12 հատ քերական գործ։ Հարց. ինչ ընթացք են ստացել այդ քերական գործերը։ Պետությանը վերադարձվել են բնակարանները, թե ոչ։ Վնասը։ Անցնենք առաջ։ Մի քիչ ես ուզում եմ ստեղ բանը կրճատեմ։ 2021 թվականի ընթացքում կատարման մեջ են գտնվել քերական գործերով նշանակված ընդհանուր 709 միլիոն դրամի տուգանքների վերաբերյալ գործեր, որոնցից 2022 թվականի սկզբի դրությամբ 296 միլիոն դրամ տուգանքը բռնագանձված չի եղել։ Հարց. որն է այդ վիճակի պատճառը, եթե տուգանքն անմիջապես չվճարել է, պետք է որ առաջացներ կամ տուգանքի փոխարինում հանրային աշխատանքով կամ տուգանքի գումարի վճարման տարաժամկետում։ Այսինքն մեկ շաբաթ 10 օրվա տարբերությամբ արդեն իսկ 296 միլիոն չվճարված տուգանքների վիճակագրությունը պետք է չլիներ։ Հարց. նշված չբռնագանձված 296 միլիոն դրամ տուգանքներից 2022 թվականի գարնան դրությամբ քանիսը վերաբերյալ է վճարումը տարաժամկետվել։ Անցնում ենք առաջ։ 2021 թվականի հաշվետվությամբ քերակատարողական հիմնարկներում պահվող անձանց մահվան դինամիկան վերջին 10 տարում արձանագրել է կայուն նվազում։ Սակայն ըստ նույն հաշվետվության թվերի 2012 թվականի մահվան տոկոսը կազմել է 0.6%, 13 թվականինը 0.4, 14 թվականինը 1, 15 թվականինը 0.7, 16 թվական 0.7, 17 թվական 0.44, 18 թվական 0.5, 19 0.92, 20 թվական 0.25 եւ 21 թվական 0.61%։ Հարց. եղած թվերից որտեղ է նկատվում մահվան թվերի կայուն դինամիկա։ Ես չեմ տենում, դու տենամ ես, Արթուր Դավթյան։ 2021 թվականի, ինչպես նաև նախորդ տարիների հաշվետվությունից հետևում է, որ պատիժների կիրառման ոլորտում ստուգումներ չեն իրականացվել,
Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեության զբաղվելու իրավունքից զրկելու հանրային աշխատանքների եւ հատկապես գույքի բռնագրավան պատժատեսակների կիրառման բնագավառում, որն է այդ բնագավառները անտեսելու պատճառը։ Նախորդ 5 տարիների ընթացքում քրեական պատասխանատվության է ենթարկվել շուրջ 1300 սպա։ Քանի որ բանակի սպան ի տարբերություն ժամկետային զինծառայողի մշտական ծառայող սուբյեկտ է, ստացվում է, որ մեր բանակում ծառայող սպաների 15-ից 18-19%-ը քրեական տարեր են։ Դա ինչով է բացատրվում, պարոն Արթուր Դավթյան։ Իրավապահ մարմինների չափազանց ակտիվությամբ, թե դատախազության կողմից հանցագործությունների պատճառները չկանխելով եւ ոչ էլ նախականխելով, թե պարզապես անհիմն գործեր եւ մեղադրանքներ հարուցելով եւ ներկայացնելով քրեական պատասխանատվության։ Վերջին 4-5 տարիների ընթացքում հանրապետությունում գրանցվել է սպանությունների կայուն աճ, ինչով է դա պայմանավորված եւ իս միջոցներ են ձեռնարկվել։ Որն է պատճառը, որ հաշվետվություններում առկա են քրեակատարողական հիմնարկների մահվան դեպքերի եւ դրանց պատճառների վերլուծություններ եւ առասարակ չկա անդրադարձ հոգեբուժարաններում մահվան դեպքերի եւ դրանց պատճառներին։ Երևանի պետական համալսարանի նախկին հյուրանոցը Մաշտոցի 52 հացեում վաճառվել է քառակուսի մետրը շուրջ $500։ Այսինքն կենտրոնում ամենաէժան բնակարանից էժան գնով եւ քնիչը գտել է, որ դա ողջամիտ գին է եւ քրեական գործը կարճել է։ Դուք եք շարունակում այն կարծիքին, որ Երևանի կենտրոնում հյուրանոցը կարելի ավելի ոչ էժան գնով ձեռք բերել։ Տարեկան բոլոր հաշվետվություններում ծավալուն անդրադարձեր կան ընդդեղ օգտագործման եւ դրանում առկա խախտումների։ Շուրջ 6 տարի կենտրոնի Շենգավիթի քննչական բաժներում քննվում են թվով 4 քրեական գործեր, այն մասին, որ Մոնարխ կապիտալ ընկերությունը Վեդու տարածքում ապօրինի շահագործում է տրավերցենի հանքավայր եւ Աբովյան քաղաքում այն մշակվում է։ Որն է պատճառը, որ այս տարիների ընթացքում քրեական գործերի ընթացքը պատշաճ չի լուծվել։ Եվ 2021 թվականի նոյեմբերի 8-ին Մալացիայի համայնքում Մոնթե Հակոբյանը իր ընտանիքի անդամներով 4 հոգի սպանել են Արսեն Սիմոնյանին, այն ղախպին։ Քրեական գործ թիվ 16, 11, 65, 21։ Մարմնական վնասվածքները հասցվել են 6 եւ ավել գործիքներով։ Եվ մահացողի մարմնի վրա առկա են մի քանի տասնյակ վնասվածքներ։ Քննիչի կարծիքով տեղի է ունեցել սպանություն ինքնապաշտպանության հանգամանքներում։ Ես ուզում հասկանամ, որտեղ կարող են 3-4 հոգի ինքնապաշտպանվել մի հոգուց տարբեր գործիքներով։ Արթուր Դավթյան, ես հասկանում եմ, որ դուք պատրաստվում եք գնալ։ Դե ժամկետը լրանման։ Բայց մենք ինչ ենք տեսնում, որ ձեր աշխատած տարիների ընթացքում այն հաշվետվությունները, որը որ դուք ներկայացել եք այդ ախորին, որը կոչվում է ազգային ժողով, շատ կուլտուրական լեզվով ասած, դուք բոլորին դրել եք դες գելիկոպտերի վրան ու պտտացրել եք։ Այնտեղ չէ, թե զգան ժողով նստած են, չգիտեմ, իրավաբաններ, այդպես լուրջ մարդիկ, բայց ոչ մեկ չասե, եղբայր, ձեր այս հաշվետվությունը, այսինչ չէ, ես արդեն 2 օր եմ գլուխը պայթմա, այս քո հաշվետվությունները ուսումնասիրելով։ Ես իմ բանը գործը թողել եմ, ընկել եմ գլխավոր դատախազության Սիրուշոն ժամանել ալ։ Բանը եկել է բուժանձնակազմը, ամեն, մեր Սիրուշոյի բրիգադը եկավ։ Դե հարգելի բուժաշխատողներ, դուք գիտեք իմ վերաբերմունքը ձեր նկատմամբ Աղջիկոն ես հակը մորանամ, Քրիստիկ, վայ, հələ մե խաթել եք չայ, կոֆե, բանա չէ գինեկոլոգիական բրիգադնա, վսո, լովիկ արխային գինեկոլոգները ստեին, հասկանալյա չէ, Արթուր Դավթյան, ես ուզում եմ քեզ ասեմ, որ այն իդիոտներին, որը որ դու դրել ես քո գելիկոպտերի վրան պտտացնում ես, հանրային ձայնի հետ կապված չանցավ։ Դու պրոստը 5 տարի սաղին մուտի տեսար քո հաշվետվություններով, չգիտեմ ինչերը, որ տեսեք, դատախազությունը կալավ աշխատել է, իտոքում դատախազություն խրգլող չաշխատելի։ Էսի Արթուր Դավթյանի պահով։ Հիմա ասենք առաջ։ Եվ այսպես ցույցեր, միտինգներ։ Ինչևից է։ Ես ուրեմն 2 օր առաջ բավականին հստակ մանրակրկիտ ձևով անդրադարձա այն բոզի տղեկին, որոնք որ ասում են դոգը անցել է Նիկոլի կողմը։
Ոչ փող առե, էս առե, այն առե։ Այդքան բացատրելուց հետո միևնույնն է, գտնվեցին շարքային բոզի տղեկ, որ էլի նույնը շարունակում են։ Ես ուղղակի ներվեր չունեմ, իմ ներվերը բանա փչացնելու այդ ղախպի տղեկի վրա, որոնք որ ասում են անցել այս կողմ, անցել ակում, եկեք ուղղակի այդ հասկանանք ինչա տեղի ունենում։ Նախ Մինչև բուն թեմային անցելը կենտրոնական բանկի նախագահն է, եթե չեմ սխալվում, Մարտին Գալստյանը, հելել է հայտարարում, նախ էլ ասեմ նոր, որ Հայաստանի Հանրապետությունում բացվել է շուրջ 16000 հաշվի համար, որի գերակշիռ մասը ռեզիդենտներ են, դրա գերակշիռ մասն էլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։ Ես ուզում եմ հասկանամ կենտրոնական բանկի այս հայտարարության իմաստը։ Լավ, ես գիտեմ, որ դուք այդտեղ տգետ բոզի տղա եք։ Եթե անգամ եկել են հաշիվ են բացել, էսենարը, դուք ինչի եք դրա մասին բարձրաձայնում ամբողջ աշխարհում եք, որ տեսեք, ռասները եկես թե բուն են դրել։ Հիմա որ Վլադիմիր Վլադիմիրովիչը իա թոշակի գնացած խեռը, ընդեղից հանի նապի նման տշի Կրեմլի հայատից ու գանգնի կենտրոնական բանկի մեջ ու սկսի լարել, սաղին, ու բռնի մտնի բերանը որը, դլոն եւ այլն, լավ կանի, այ բոզի տղեկ։ Պուտին ընդիս տշի, Շայկոն ընդիս ոչ եմ տշի, Շայգուի խեռը վեկալում է առաջի երկրորդ հարկը, նրա խեռը վեկալում է երրորդ, չորրորդ, հինգերորդ, ասենք հարկը, խո դուք բոզի տղա չեք։ Նապն էլ գալի կայնում է, Չայբաղցի նապն էլ գալի կայնում է կենտրոնական բանկի դեմը, ով էլ այդ արանքից պրծավ, հացրեցիան դուրս կծի, նապն էլ իա խեռնա տշան, ընգնում է դրանց հետևից։ Սա հայտարարելու բան, այ բոզի տղեկ, հա? Ոչ մի կադր իա տեղում չի, Արայիկ Հարությունյան, ոչ մի, դուք սաղըտ բոզի տղա եք, անցնենք առաջ, Լովիկ, այդ ամեբալուս, ինչ թարես, Լովիկ չոն, միտինգները ոնց են, վայ Ղազարյան, ես մեխոտ հարց եմ ուզում ձեզ տամ, մեր անուշ ապեր Լովիկ Քոչարյանը տենը մեկ անմա ցույց, միտինգա կազմակերպը, գլամուր հակնված, էտենց ակուրատնի, դուխին վրեն ցանած, թիկնապաներով դուրս է եկել ցույցի, ալավեց, ես ուզում եմ հասկանամ, երբ որ Լևոն Քոչարյանին բերման եք ենթարկում, այդ ինչ կուլտուրական ենք ու կամի պերետավորեն այ մարդ, խնդրեմ, համեցեք, excusez-moi, mon cher, չգիտեմ ընդ ժթեմ, եւ այլն եւ մնա մեր բան դնեին, ժոդասեն։ Պասենց պին պարապած կերած խմած բիլայներով տղուն, ատենց են հրավիրը, ատենց կուլտուրական, բայ Ղազարա։ Բայց այդ մյուս քաղաքացիները խիտենց նուրբ չեք, ճիշտ մնում չայ կոֆե հյուրասիրեին ջպի մեջ։ Մե համեցեք, ես ասում եմ հանգստացեք, ես գնամ եմ, այդ տղա մեղատ էլ ռոմանտիկա ես գնամ, էտա քո կնգան ասեմ ես, չգիտեմ, լավ եմ սիրելիս, էդ ինչի պատոխի, խոմ դու Նիկոլայ երկրորդ ցարը չես, Պերեպիսկով եք յար էդ խոսում, հա, բայց քո կնգամ ասեմ, որ այդքան մտածում ես, որ պիտի անհանգստանա, որ քեզ տենց կուլտուրական բերման ենթարկեցին ոստիկանության բաժին։ Ուզում եմ հասկանալ 9 ամսական հաղի կնգան, փորը հասե բենին, բեն է կայնացրել ես էտա ազատության հրապարակ, որ ինչ անի, որ երկի, ուրիշ երկելու տեղ չկար, ես հասկանում եմ, որ այդ մասային պիտի ինչ-որ մի բանով զբաղացնել, բայց հաղի կնգանով, մեկ քոկնի ցուցատալի ուրին փոշ, ամբողջ ալամ աշխարհ, այդ 10-12 տարեկան երեխեքն ընկածվեն, իրականացում են գինեկոլոգիչեսկի հետազոտություն։ Սիրուշան չես ուզում, չես լացավայ աղջի։ Մեծ շում է չափեք, դոկտոր։ Մեկ էլ հիմա հելել եք, եկել եք, հղի կնգան կանցել ես թե, երկամա, զարդի լավ, այմ արտեն լավ, երկով ես կելր արտեն, այդ լավ նով ա։ Մե բանանեք թո զարդի։ Այն չես հղի կնգատ բերը հրապարակ այդ տղա։ Չի կարելի։ Ինչ գործ ունի հղիկանի հրապարակի մեջտեղ հելնամա երկամա բանանը,
Համեր կատալի, բա համեր թոտար 2 ամիս առաջ, 5 ամիս առաջ, որ հələ 9 ամիս առաջ որ հաղի չէր։ Լովիկ։ Կամ լավ, այդքան պատրիոտ ես, չէ՞, տղա ջան, հելել է ձեռերը ջեբը դրա սիրուն բռնել, հարթուկած, ամեն ինչ դե քո կնի քեզ լավ անայ։ Ես հիմա չգիտեմ կնի գդաշովիդ հարթուկն թե տուն մակրող ունեք։ Բնականաբար տուն մակրող ունեք։ Պրոստը հետաքրքիր է, տրուսիկը տուն մակրողն է լավեմ, թե կնի գդ։ Սիրուն տրուսիկ դուք ունենաս լովիկ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ։ Դու այդպես ազգասեր տղա։ Մայիսի 19-ին էս ամսի 19-ին, ընդամենը 15 օրից։ Նայրի ինշուրանս ընկերության դատն է։ Քաղաց վարչական վարույթ, որտեղ քեզ հարկայինը դու գանել է $2 միլիոն կամ 1 միլիարդ դրամ։ 2000 ներողություն 18 թվից 18, ասիկը 4 տարի է, այս գործը քնդվում է, ընդամենը 2 թերթ գործ է, ժողովուրդ ջան, հարգայինի գրած ինչ պիտի լինի, խոմ քրական գործ չի, որ հատոր դերը լինի, ընդամենը 2 թերթ գործ է, այդ 2 թերթ գործը, ով է գալի, Նիկոլը, ասեք թոքա դիմավորեք, արի, բարև ձեզ, պարոն Փաշինյան, համեցեք, կագրած հարց ունեի տալու ձեզ, նստեք, դուք ով խոսամ հետըտ, 4 տարի է, որ ասում է անդամս դուք, 4 տարի է, դատարանը քննում է Լևոն Քոչարյանի Նայրի ինշուրանսի գործը, որով վերջինս պետությանը պետք է վճարի $2 միլիոն, ում շեմը չի վճարում։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, եթե դուք դիմություն եք մեկի, այս 2 թերթ գործը Նիկոլ Փաշինյան, ինչի մինչև օրս վերջացած չի, վարչական դատարանը արագ պիտի ոչմ քներ, չագուջը խփեր եւ Լովիկիս ընկերությունը փոխանցեր պետությանը $2 միլիոն դոլար, ինչի փոխանցված չի, Լովիկ, պետության փողը խիչս վերադարձնում պետությանը 4 տարի է, 1 միլիարդ դրամով կամ $2 միլիոն, այդքան հայրասեր տղա ես, հակուկապը թանգանոց, $2 միլիոն Գորիսի գծի, Գորիս Սունիկ այդ գծերի ամեն մի պոստը, ինչքան պոստ կա, կարելի է սարքել 2 սենյականոց բնակարան Սարի գլխին։ Ամեն պոստի վրա եթե վերցնեն 35, 40, 50 հազար դոլար փող տնեն, այդ պոստը կդառնա, ես չգիտեմ, մի հատ շկարն է բնակարան զորքի համար։ Ինչի չես բան վերադարձում, հայրենասեր մարդ ես։ Ինչքան է Սիրուշոյի ճնշումը, 135, 70, նորմալ է, պուլսը 98, նորմալ է, շարունակեք ամեն ինչ, սատուրացան էլ է տեղը, Սիրուշոն լավ է, նորմալ է, պատասխանի տղա ջան, երկելուց շիվատանան, հարցնալուց կնի գտ վադացավ, փողերը պետության խիչս տալի, ես ուզում հասկանամ, որտեղ եք տեսել, որ միլիարդերը մտածի բան, որ դասակարգի ապահովության համար։ Հիմա էլ դուրս է եկել ցույցի միտինգի, ասում է Հայաստանը փրկում ենք, բորում եք թուրք, Նիկոլ լավ է կալեմ, Նիկոլը բոզի տղա է։ Բայց նույն հաջողությամբ էլ ժողովուրդը 20 տարի բորում էր թուրք ռոբիկ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այդ սաղը թուրք եք։ Կամ հարգելի ժողովուրդ, ես չեմ դուք եք։ Բաղրամյան Պողոտայի վրա Կտեմբեսի, 24 նյուզ, եթե չեմ սխալվում, ալիքը on-line հեռարձակում է ցույց տալի, ոնց են մի փոքր բազմություն, փագում Պողոտան աղբամաններով եւ այլով։ Եվ հակարծ բազմության այդ մի քանի հոգու մեջ ֆիքսվում է մի հատ դեմք, որը տեղադրված է մեր Telegram կանալում։ Ավակյան Աշոտի քիթու մռութը։ Իս նախկին աշխատողներով։ Ես հիմա ուզում եմ, որ ինձ շատ ուշադիր լսեն այն երիտասարդները, այն մարդիկ, որոնք մտածում են հայրենիքի անվտանգության մասին, եւ ովքեր որ ինձ ասում են դոգը Նիկոլա կանադար է։ Նախկին 7-րդ վարչության պետ Ավակյան Աշոտը փողոցափագը։ Հիշեցնեմ ով է Ավակյան Աշոտը։ Ավակյան Աշոտը Գասպարյան Վովայի ամենամոտիկ բոզի տղեկից էր, ով 7-6 տարի Վովայի պաշտոնավարման ժամանակ իրականացրել է տերոր, բարիս ամենաբուն իմաստով,
վաճառել գաղտնալսումներ, մասնակցել էլեկտրիկ Երևանին, մասնակցել նավակ ճոճողի առևանգմանը, որ տարան մորմշարին փրենարևի տակ, մասնակցել է Սարի թաղի դեպքերին եւ կառավարել է այդ ամենը։ Եվ այսօր այս սպորնիկի վաստակը Վահե Ղազարյան Բաղրամյան Պողոտայում փողոցափագում մի հատ էլ կողից աղջիկ ասում է բռնություն են գործադրում ոստիկանները ժողովրդի վրա դիմում եմ կարմիր բերետներին եւ ժողովրդին հարգելի ժողովուրդ եթե փագում են ձեր ճանապարհը եւ այդ ճանապարհ փագողների մեջ եւ նաեւ կարմիր բերետներ դուք տենը մեկ Ավակյան Աշոտ Երանոսյան լովա, Սաշիկի տղեկ, էլով կա, նախկին NVD-ի աշխատողներ, հետով կեվը բայրականացել են տերոր ժողովրդի դեմ, հիմա հել է ճանապար են պագը, ուրեմն, քշեք, վրեք ու անցեք, կամի բերետներ, այդ ոչ ընդեմի հոգիկար ձերը կողել էր էգնգատ դլոյի մեջ, ուրեմն լսեք, նախ նման բոզի տղություն ալևս ես հանկարծ ու հանկարծ պնչտեսնեմ, Վահե Ղազարյան, փող նախարարիդ ուղարկում ես համապատասխան ինստրուկտաժի, որ մի ղզղնած ոստիկանը, եթե կայլա տենց անվանել այդ ոստիկանին, ով ձերը կողամա խալխի դալոյի մեջ, իրականացես նման բոզի տղություն, դատել, հանել, կծել դուրս, ուղիղ բերդ, իսկ որ մի կարմիր բերետը, սև բերետը, տեսավ Ավակյան Աշոտի նման բոզի տղեկին, Վովայախառն, Մասիսի քաղաքապետի թայֆով, Արեշցի բոզի տղեկին են Արշակի թայֆից, ուրեմն հանգիս ձևով, խերը հաննմա հենց հրապալակի մեջտեղը կողխմա դրանց բենի մեջ, հանրային ձայնը խոստանամա խրախուսում, դրանց տեսակ ճամփա փագելուց բռնաբարեք հանեք շպրտեք դուրս դուբիգեն կողեք մամայի բերանը եթե դրանց այդտեղ տեսակ այո ինչա ես պիտի թույլ տամ որ Ավակյան Աշոտը հետ գա իշխանության իմ համար ավելի ընդունելի է Ալիևը քան Ավակյան Աշոտը եթե որևիցե մեկը մոռացել է այդ ամենը ես չեմ մոռանում ոչ Սարի թաղ ոչ էլեկտրիկ Երևան ոչ են բա իմ մորը առևանգողին Ես պիտի թույլ տամ, որ գա իշխանության, հելմա տեսեք ովքեր են կանգնած, լովիկ, ասում ես դոկը Նիկոլականա, իմ ծնողին առևանգողը, քո համար ճանապարհ է փակում այդ տղա, բա ես պիտի թույլ տամ, որ քո նմանը գա իշխանության, հա, ուրա, ես ինչ է գրել, հարց եմ տալի քեզ, ոտքի օլիգարխ, Իմ ծնողին առևանգողը, էլեկտրիկ Երևան, Սարի թաղ իրականացնողները, մարդկանց առևանգողները ու խոշտանգողները այսօր եկել են քո համար փողոց են փագում, որ պապատ գա իշխանության, որ յանք էլ պաշտոց տան, առհա կերելա պապատ, թե կգա իշխանության, լսում ես? Դրանցով եք ուզում գաք, եթե շատերը մոռացել են, ես չեմ մոռանա, երբեք, ու դրանց նման բոզի տեղեկը չպիտի գան, Եվ թույլ չեք տալու որ գան, լսար, կամ եկել էր այդ ընդդիմություն կոչվածը, են դաշնակները, այս խիարին հարց են տալն, ազգային ժողովում, Ղարաբաղի վերաբերյալ, հարց տվեցիք, լավ արիք, բա թողեի թոլ է պատասխաներ ես, ղաղպի տղեն տենայինք ինչեր ասն, ընչի հելակ պախակ, են էր ծապատալը, կեց է ժողովրդական Հայաստանը, բոզի տղո, ինչ ժողովրդական Հայաստան, ժողովրդավարական, ես եմ ուզում հասկնամ, սե ժողովրդավարություն որտեղ են տեսել, Նիկոլ, Արթուր Դավթյան, պարոն Աբազյան, ընդդիմությունը, ո՞թե, ընդդիմությունը առավոտ կանուխ, բերելա, Դավթաշեն, ոչ կամուրջների վրա, Միտե բետոնամիշակա, միտե ֆուր, միտե խրի գլող, բեր է կայնսրել են, մատոր են անջատ է, ինչ են արել, խապանել են, ինչ են արել, չգիտեմ, փագում են, մոստը ու կայնում են, առաջացնելով խացանում, կամուրջի վեր են։ Հետո մամուլը գրում է ADA Tech
Արսեն Քարամյան, ուր այս բոզի տղեր, քրիստիկ բեջ։ Արսեն Քարամյանի ֆուրերն են բետոնամիշակ եկել, բեռնատար մեքենա, նախկին ՀՀԿ-ական։ Ուրեմն, Ադոլֆ Հիտլերի զորքը ձեր համար կամուրջ սարքի, որ հանրապետական բոզի տղա Արսեն Քարամյանը իա ֆուրերով բերիկ բետոնամիշակ եկով կայնեցնի մոստի վրեն և առաջացնի վտանգավոր պա կամրջի հետագա կյանքի գոյության համար, բաբուր բլի։ Կամուրջի վրա անգամ սվետավոր չեն դնեմ, որ չկանգնեն մոստի վրա, անդադ շարժլնի։ Բոզի տղա կամուրջի վրեն բետոնամիշակա ֆուրումուր բեռնատար են բերեմ կայնեցնեմ, բաբուր պակը մեզ ғախպի ծնունդ, են կոմի շտաբոգնությունն գալի կամ են կոմից հետա շտաբոգնություն, կատրեպ, կակրած, Սիրուշոն հիմա առաջացնում է Սիրուշոյի մոտ վիժման գործողություն, արգանդը կրճատվում է, ու հիմա կանչում են քրիստի գզվեք ալում զանգամա, են մեկ զոյրոքով դեմար չի պատասխանեմ, գիտեք, զանգամա սկորու, տնորին ասում է Ղուկասյան Վարդանի անունից շտաբ գինեկալագիչսկի բրիգադ հատուկ կացավայր, նստավայր, ղրգեք, Սկորին հլմա տիդու գալիս է մեկ էլ հանկարծ մոստի վրեն Արսեն Քարամյանի բոզի տղա ֆուրերը ճամփեն փագել են։ Գինեկալագիչսկի բրիգադն էլ անգնում է բլոկադայի մեջ։ Հիմա արգանդը որ կրճատվում է մենք չանենք։ Սկոր ենք սպասում, սկորը չկա, քրիստիկ աղջի չկա։ Բայց սկորը կամ նույն ձևով գալիս են վեկալում են, պիտի տանեն հասցնեն նայվի բժշկական կենտրոն, որ Սիրուշոց երեխա բերի, ու ավտոն գնում է բլոկադայի մեջ շտաբօգնության, ոչ հետ, ոչ առաջ, ֆուրերը փագել են։ Ինչ է անելու Լևոն Քոչարյանս։ Հնարավոր չի ոչ տեղաշարժել, ոչ բան, կայլսել է, մխվել եք սկորին գալի, կայլում է, հետևից է գալի, կայլում են, սո, փագա, բլոկադա, ոչ հետ, ոչ առաջ, ավտոյի մեջ պիտի ցրթի։ Շտաբօգնության բրիգադի շոֆերից բժիշկներով բռնած Արսեն ամբողջ սկորու անձնակազմը ծծնի Արսեն Քարամյանի նավարին։ Բայց էդի դու պտի աներ Աբազյան, ոչ թե սկորին։ Դուք ես չեք անում այդ բոզի տղեք։ Խաղում եք հազարավոր մարդկանց ճակատագրել։ Իմ ինձ հետաքրքիր է վայ Ղազարետ բեռնատար մեքենաները որ տարել եք Տուգանային հրապարակ։ Ինչ անելու սրա, պիտի հետ վերադարձնեք։ Սա պիտի պետականացվի։ Իսկ ես բոզի տղուն պետք է ենթարկել քելական պատասխանատվության հանրորեն վտանգավոր արագ տերորիզմ բլաց հոդվածով։ Կա ինչ-որ մեկը որի մեծ համաձայն չի։ Կամուրջ ես փագում, բոզի տղա գնա ծերերից փագի։ Գոնե, բայց կամուրջի վրա խցանում առաջացնելը որն է։ Հա? Հարց եմ տալի, կամուրջի վրա խցանում առաջացնելը որ բաբր բլի։ Խաղում եք հազարավոր մարդկանց ճակատագրել։ Դու այդ կամուրջը սարքել ես Լովիկ։ Պապատ մի հատ կամուրջ սարքած կա, այդ սախ գերմանացու ռազմագերիները դնեն ձեր բեյնի մեջ, ովքեր որ այդ մոստը սարքել են։ Բա Ադոլֆ Հիտլերը զորքա տվեց ձեզ, որ դուք կամուրջը բլեք, սարքեք հետո բլեք, Հիտլերի փդած խերը տնեմ ձեր բերանը։ Առանց ախտահանման։ Լովիկ վրանների մեջի ժողովուրդը բողոքում են, ասում են մենք գիշերը 12,000 դրամով ենք պայմանավորվել, ընչեք այս գիշեր 10,000 տվել, 2,000-ը դուր են, բողոք գալի հասնում է մեզ։ Սիրուշոյի վիճակը ոնց է պացենտքի, արեստական վիժման, արգանդի բնկրճատման վտանգ կա, նորմալ է, էնկոմինայի կնիք էդ նորմալ է, գինեկոլոգների հզգողության տակա։ Այ որ մնա մոստի վրա ժամանակ ես չգիտեմ ինչ անելու։ Դուք հասկանում եք, ընկեր Վայ Ղազարյան և ընկեր Աբազյան, սրանք պիտի լինեն կանոնավորված, հենց այդ մոստը փագելու համար։ Մոստը փագում ես, գնա փագի բանպրոշներից, բոզի տղա, ոչ թե մոստի վրեն։ Խաղալով հազարավոր մարդկանց ճակատագրերի հետ։ Կամ, հիշա, մի հատ երևույթ, ուզում է ասի Արցախը մերն է։ Արցախը մերն է, ձեր թայֆից է, Ռոբիկ Սերժիկ։ Մարդը չկթավ ուրիշ ոչ մի տեղ Արցախը մերը ասելու,
Գնաց կայնավ, ուրդե Գայանե բալետի վրա։ Այ մարդ ես թեքվի բանում թա, դե միշտ գանե բալետ, ասեմ ես ազգս երբ դարավսես բալետ մեյստեր, ասես բալետ է սիրը։ Մեկ էլ նայում են, անդե բալետը գնում է, մեկ էլ հանկարծ, մի հատ տակավին երիտասարդ, վեկալում է Արցախի դրոշը ու բոռում է Արցախը Հայաստան է, չգիտեմ ինչ է, ինչ որ մի հատ բան։ Ես ուզում եմ հասկանամ, բալետը, մշակույթը, թատրոնը եւ օպերան ինչ կապ ունի դրա հետ։ Մարդիկ եկել են բալետ նայելու։ Մարդիկ է ժողովուրդ են, առօրյա կյանքից ուզում են կտրվել։ Մեկ էլ հանգարց մեկը հանում է բոռում է Արցախը մերն է։ Արցախն էլի մերն է։ Լևոն Սերժիկ 10 տարի դու ես եղել, 10 տարի դու ես եղել։ Բայց ճանաչեիք Արցախի անկախությունը։ Ապրիլյան պատերազմ է լավ քարորյան։ Դուք չճանաչեցիք Արցախը որպես սուվերեն երկիր, հիմա եկել եք բալետ տեղ, ասում եք դրոշ եք հանեմ, ասում եք մեր։ Ես ուզում եմ այդ տղուն հարց տամ, ասեմ տղա ջան, ինչի՞ չես վերցնել այդ դրոշը, գնայ ստրիպտիզ կլուբ, գիշերային ակումբ, այն որ ստրիպտիզուհիները տրուբի վրա պարում են ու բուղեքը նստած, սենց զվերը չերելով ղզղնած նայում ասում, ուղ այդ տեսքի տակ նստած, գնայ ստրիպտիզ կլուբ, հանեի Ղարաբաղի դրոշը ու բորայր Արցախը մենա Ղարաբաղը, ստրիպտիզ մի պարեք, այդ ժամանակ ես կասեի մալադեց, պատրիոտ, բայց դու դե չես գնացել, դու կտե չեք ղրգե մարդ, որովհետև եթե որևիցե մեկնում եք ձեր թայֆից, գնալ մտնել ստրիպտիզ կլուբ, երբ որ տրուբի մի տրուբեն ծռամա քիսոտ, մյուս տրուբեն ծռամա Նատալի երկի տակ, եւ հանկարծ մի հատ տակավին աշխարհից կտրած մարդ, վերցնի ու դրոշը հանի ասի Արցախը մերն ստրիպտիզ մի պարե, ինչքանը թե տնգծրած ворց կա, նապի ասած հանելու են խերը տշեն այդ բոզի տղու քեթու մրտի վրա։ Բռնելու է տեղում բռնաբարեք։ Տեղում։ Բայց եթե տեցա, բայց ինչի՞ չեք գնում գիշերային ակումբներում բորակ Արցախը մերն է։ Եկել է կուլտուրական միջավայր, վստահ լինելով որ տրիկոյով Դե խիստ տրիկոյով անուշ ապերներն ու քուրիկները ձեն չէ, դե հայաչիչած ժողովուրդ, որի մարդիկ բալետ բարել, նրանք պիտի կանան քֆուր տան։ Տենեմ եք, ինչքան ճիշտ է, մշակույթի նախարար կա, ինչքան ճիշտ է, քուչի դաստիարակությունը։ Հիմա եթե այդ բալետ պարող տղեն, այդ նեղ տրիկոյով, որ ձվերը դեմներ է վմա, որը գծած սպիտակ կայնացա, այդ նեղ պայն որ գայան է խաղցնը, մեկ էլ մի հատ երևույթ են, որ Արցախը մերն է, ինչ պիտի անես։ Պիտի տրիկոյով ատենց թռներ սենց հատուկ չարտերնի թռիշկով ու այդ տրիկոյի սպիտակ ձվերով մասով հակնել բերին ասել դե դե բոզի տղա դու իմ բալետը հարամանես բայց քանի որ կուլտուրական ժողովուրդ կաշկանդված խելոք նստան հերախոսին գնացին բայց դուք պատկերացնում եք այդպես բան ստրիպտիզ կլուբում հլնեին բորային Արցախը մերն է ինչ կանեին լավ տղեկը մոր մշ բայց դեռ չկտան եկան մտան մշակույթի օջախ ասում են խեշկա դաժե 41-ից 45 թվականների ժամանակ Ստալինի ցուցումով ոչ մի թատրոն որ անգամ կսկես աշխատանքը չի խափանվել մշակույթին չեն կապել առավել եւս մեր մշակույթը որը ներկայացնում է յանու ազգայինն ու ասենք սովետի համար Չայկովսկի այն ժամանակ այդ կուլտուրական մարդիկ Ֆրանտավիկ արտիլերիստը նստել է լսել է Չայկովսկի համոզված եմ չի մնացել այդ բայտովա կամ ցիրկը ֆրոնտ առ ֆրոնտ մանա եկել բայց ոչ չի բորացել չգիտեմ Բերլին նաշ ինչ կապ ունի Գայանե բալետը Արցախի հետ ձեր կազմակերպած միտինգների անգրագիտությունը Պրոստը փայլատակում է։ Ասում եմ, բայց մարդիկ եկել են մշակութային հոգևոր սնունդ ստանալու։ Եթե դուք սկսեք ստրիպտիզ ակումբներից, որ գիշերը Երևանում վախտան են, Նամանավան Խանջան փողոց եւ այլն, ու ձեր օբյեկտներն են,
Սախ նախքին իշխանության օբյեկտն էր, ստրիպտիզ կլուբները, որտեղ ծծեր են ցույց տալան, ոռեցակ բդեր եւ այլն եւ այլն, այդ դուք դերից սկսեք, ես կասեմ, տեսեք, մարդը պատրիոտ է, գնաց է ստրիպտիզ կլուբ, ասում է այբ գանդոններ, ստրիպտիզմի նայեք, քելեք Արցախ ենք հետ բերեմ, Երևանի փողոցներում։ Բայց դուք գնաց եք կպել եք Գայանե բալետի, պրոտ այդ բալետ պալոնները պիտի այդ սաղով հարցակվեին այդ դրոշ թափտվողի վրան, այնքան ծծնեին, որ սաղի տրիկոնները դառնան մուգ կատնագույն։ Այդ ժամանակ կլներ Գայանե բալետ։ Ես համոզված եմ դալիճը ոտնկայ ծափ կտալ, բայց ասում եմ, հայա չիչած ժողովուրդ, կուլտուրական։ Ասենք առաջ, ինձ մեղադրում էին մի շարք տգետներ, բա ուր ավտոմատները չերևացին, բախի բախում չելավ, մուտի տերանը մարա, այսպես բոզի տղեկ էլ կայի, դարի բացատրի, որ դու բարձրաձայնել ես, երևույթը կանխվել է, բայց այսօր ԱԱՑ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը, որը ղեկավարում է հասարակական կազմակերպություն, նախկին չեկիստների, հայտարարությունը տարածել։ Զենքով փրկելու են Հայաստանը անհայտ անձինք, միտքը սա է։ Սա էլ Վարդան Ղուկասյանը չասես չէ։ ԱԱՑ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը, զենքով փրկելու ենք Հայաստանը։ Նախքին, անհայտ անձինք, բարի, ես ուզում եմ հարց տամ ԱԱՑ նախքին տնօրեն, ինչքան նախքին չեկիստ կա հավաքվել են իրար գլուխ, ողջունելի է, ես ուզում եմ հարց տալ Միքայել Համբարձումյանին, պարոն Համբարձումյան, եթե դուք ունեք նման տեղեկատվություն, որ որոշակի պատրիոտ մարդիկ, այտենց եկեք անվանենք, չասենք տերորիստ, պատրիոտ անձինք մտադրված են Հայաստանի Հանրապետությունում իրականացնել զենքով զինված գործողություն, փրկելով Հայաստանը, այս բոզի տղեկից, ուզում եմ հասկանամ, որը բնականաբար դուք դրան կողմ եք, ինչի եք դրա մասին բարձրաձայնել։ Ես Նիկոլ եմ պաշտպանում, շատ եւ շատ բոզի տղեկի, այդպես եմ մտածում։ Դուք եք Նիկոլ պաշտպանում։ Եթե դուք ունեք նման տեղեկատվություն, իսկ այն որ կա պլան B, это военный переворот, այսինքն ոչ թե военный, այլ вооруженный переворот, դիվերսիա, դրա մասին ոչ մի խոսք, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ի վիճակի չի խաղաղ գալ իշխանության, դա բացառվում է։ Այս մարդը Արնախոն բոզի տղա է։ Միշտ չգիտես խի, բոլորը բան մոռացան, Արթուր Մարգարյան, Խորխորունի, Հենրիկ Խաչատրյան, իա տեղակալ, ընդելով է նախին MVD-ի զամմինիստրը, Գևորգ չգիտեմ ինչան, հոկտեմբերի 27, եւ լիքը Պողոս Պողոսյան, եւ այլն։ Մենք սա դա մոռացել ենք։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, դուք ինչի եք նման հայտարարություն անում։ Ուզում եք Նիկոլ Փաշինյանը ավելի զգոն լինի, ախրանան ուժեղացնի, չգիտեմ, եթե նման զինված խումբ կա, ավելի ուժեղ սկսեն որոնել եւ գտնեն։ Ես շատ ուրախ կլեմ, որ այդ զինված խումբը օրինակ Գյուլի Գրզոյին, Անդրանիկ Քոչարյանին, Շիշ Բռնողին, կպական շատ ու շատ պատգամավորներին։ Եվ ես շատ ուրախ կլեմ, որ մեկ էլ հագարտը միացնեն լուրերը, մեկ էլ տենան ինչ մի զինված խմբավորում, մտե պարլամենտ արեն որ մշ։ Իմ անձնական կարծիքն է։ Բայց եթե ես բան կա, ես երբեք չեմ հայտարարի։ Հիմա դուք պաշտպանում եք ընդդիմությանը, այսպես կոչված, ինձ մինիստր նախկին, ինչ ես դրա մասին բարձրաձայնել։ Ուզում հասկանամ, այդ մի կողմից լավ է, որ դու բարձրաձայնել ես, այսինքն դու հաստատեցիր Վարդան Ղուկասյանի ելույթը, որ կա X քանակությամբ զենք, որը մտել է Երևան քաղաք եւ այն պիտի օգտագործվի մի գեղեցիկ պահի։ Բայց ինձ մեղադրում էին մուտիտի մեջ, հիմա ես նույն հարց ուզում եմ տամ այդ ինձ մուտիտի մեջ մեղադրող բոզի տղեկին, բացա ինչ կասեք։ Էս նա Վարդան Ղուկասյանը պրովոկատոր մի հատ էլ բոզի տղա, ոչ եմ գրել, խնդրեմ, անհայտ անձինք զենքով փրկում են Հայաստանը։ Նայրի Հունանյանն էլ էր այտենց մտածում բոզի տղեն, այտենց էլ Նայրին է կուտը տվել, որ ինքը Հայաստանը փրկում Վազգեն եւ Դեմիրճան Գյուլելով։ Ինչ է լավ։
Այդ առաջի դեպքում ես համաձայնեմ այդ ամբողջությամբ, որ արվեց բոզի տղություն պետականության նկատմամբ Նամանավան Դեմիրճյանի նոր Վազգենի։ Հիմա նորից նույնն է։ Կամ որ դուք ուզում եք իշխանությունը զավթել։ Լավ, ընդունենք դա ձեզ հաջողվեց։ Սահմանադրություն կարդացել ես, Լովիկ, դու իրավաբան մարդ ես, ինչա լինելու հետո։ Այսինքն ոնց պատտվում ենք սահմանադրության մեջ, այնտեղ գլուխ պեչատուկ։ Պետք է լինեն ընտրություններ։ Ճիշտ է, ուզենք թե չուզենք։ Նիկոլ Փաշինյանին ձայնա տվել, այս բոզիտոում 640,000 մարդ ընտրող։ Այս մի տարվա մեջ Վարդան Ղուկասյանին հաջողվել է միանշանակ այս 640,000 ձայնը կրճատել իր ջանքերի շնորհիվ։ Չլնի 140,000-ը ես ջարդե գցել եմ մի կողմ։ Մարդիկ համոզվել են, որ Նիկոլը բոզի տղա է։ Ընդ մնաց 500,000։ Ձեզ ձայնա տվել 300,000 մարդ ըստ ընտրությունների թվերի 290 քանիսեր։ Բայց ես այսօր հրապարակում 100,000 մարդ չեմ դերում, դաժե 50։ 10, 15, 20 այսպես։ Տատանվում է։ Էն էլ մենակ այսօր մի քիչ ավելացան։ Չնայած նրան, որ քաղաքապետարան, նախագահապետարան, դպրոցներին զանգում են մանկապարտեզների, ճնշում են գործատեն, որ հելեք միտինգի, Ավանի հոգեբուժարան դեզդեն եւ այլն, էլի թիվը 50,000-ի չի մոտենամ։ Այն կրիտիկական մասսան, այսպես կոչված 100,000-ը ես չեմ դերում։ Բա նորից գնացինք ընտրությունների։ Հարց բոլոր ժողովուրդ, հարց եմ տալի։ Գնացինք ընտրությունների։ Նիկոլ Փաշինյանը տեխնատությունը դնում է։ Հելմա փողոցներով քալմա բորմա ապագա, այս անգամ էլ վեկալմա տապորը կամ իր բանտիկով ու սկսում է ֆռալ փողոց շիշպռնողով, գրզոյով եւ այլն։ Նորից այս ժողովուրդը գնում է ձենատալի Նիկոլ Փաշինյան կոչված բոզի տողուն։ Ու նորից գալիս է իշխանության։ Այդ դրա մասին մտածել եք։ Ինչ անելու հետո։ Դուք ուզում եք միանձնյա, հա, այդ նախին գաղպեքով գաք իշխանության, հայրենիքի մասին եք մտածում բանականը, իշխան Սաղաթելյանին լրագրողը հարց է տալի խի բանակ չես ծառայել, ընկնում է հիստերիայի մեջ, բոզի տղա խի չես ծառայել, ի՞նչն է պատճառը, հղի էիր, հա, Քոչանը մեջում այդ օկո, ինչ են ասում դրան, օկո, ես արեստական բեղնավորում էր, էկո, արեստական բեղնավորում էր արել, հա, որ չէր գնացել բանակ, Նիկո Լովիկի սպերմատազոիդները մեջը տեին սրծկի, բոզի տղախի չես գնացել ծառայության, բա հայնասել մարդ ես, Տարոն Մարգարյան ուրիս, դու խի չես գնացել բանակ, Էքստերն դպրոցն ավարտել է, 10 տարի սովորել է, բայց էքստերն ավարտել, այդ էքստեր բառը կես գրե, այդ է գետ, բայց ես մտածում են հայրենիքի մասին, հա, Արամ Վարդևանյան, քայլում ես միտինգ ես անում, բոռում էիր, Վարդան, լավ էլ, սարքել էին, դու խի չես գնացել բանակ, հա, ինտելիգենտ նշացնի, Հələ լովիկս իբր թե աղացը զորքեր է ծառայի, բան չասեցի, սեթոնել հետը, իբր թե, բախը չեք գնացել, երկիր են պրգում, ասում է Նիկոլ Փաշինյանը չպիտի մասնակցի ընտրություններին, ոնց ես դա արգելը, որ ինքը չմա, ինձ հետակա ես, ոնց եք դուք անելու, որ ես բոզի տղեն չմասնակցի, ես էլ եմ ուզում չմասնակցի, բայց ոնց եք անելու, ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ժողովրդի մեջ կարճ մտել է կամ Նիկոլ, կամ Ռոբիկ, ուրիշ մարդ չկա։ Ելելով այս ամենից, ուրեմն քանի որ չի բացառվում ընտրություններ, չի բացառվում, որտեղ կարող է գնա, Նիկոլն անցածանգամապես ասել դե եկեք տնեմ ձեր վզին, մենք գնում ենք ընտրությունների, արտահերթ Որովհետև մենք ոնց տենում ենք, եթե Հայաստանում ինչ-որ մի բան պիտի խառնի իրար, դա պիտի խառնի Մոսկվա Կրեմլ։ Բայց Մոսկվան ոչ մի չի խառնում, ընդհակառակ, եթե այն ժամանակ Ռոբիկը բերդում նստած Պուտինը ծնունդ է շնորհավորում, հիմա այս միտինգների ժամանակ մենք տենում ենք, որ ռուսական հեռուստաընկերությունները դες առանձնապես չեն վարվում այս բոզի տղա իշխանությանը քննադատելու համար, բացարձակապես։ Բայց ելնելով այս ամենից հանրային ձայն հաղորդաշարը եւ հայոց հայրենի կուսակցությունը որոշել է
իրականացնել վստահված անձանց անդամագրում։ Ոչ միայն վստահված անձանց, այլ նաև այն անձանց, ովքեր պատրիոտ են եւ ցանկանում են տեսնել երրորդ ուժ, եւ ցանկանում են հոգ տանել ֆինանսավորել երրորդ ուժին իշխանությունը վերցնելու համար։ Վստահված անձանց հետ կապված, ինչպես նաեւ այն մարդիկ, ովքեր ցանկանում են աջակցություն ցուցաբերել հայոց հայրենիք կուսակցությանը, ես հրապարակում եմ հետեւյալ հեռախոսահամարը 098 57 23 23 Այս համարի վրա կարող են զանգահարել այն անձինք, ովքեր ցանկանում են գրանցվել որպես վստահված անձ ապագա ընտրությունների համար։ Հեռախոսահամարը կսկսի աշխատել վաղվանից։ Այդ համարի տակ կլինի ամեն ինչ՝ WhatsApp, Viber, Telegram, ինչ ուզեք։ Եվ այն մարդիկ, ովքեր ցանկանում են իրոք մտածում են ազգի փրկության մասին, կամ այս համարով զանգահարում են, կամ կարող են այցելել Գայի Պողոտա 2 Երևան քաղաք եւ այնտեղ ներկայացնել իրենց անձը որպես ապագա ընտրությունների համար մեզ համար վստահված անձ։ Եվ Նիկոլ, եթե դու մտադրված ես, որովհետև ամենայն անկեղծությամբ ես որ նայում եմ, ես չեմ կարողանում հասկանալ այս կոֆե բամբալերկով ոստիկանության գործողությունները։ Օրինակ Ավագյան Աշոտին, որ որտեղ որ բռնեն, պիտի նույնիսկ եմ ուզում նախ ասեմ, որ դիմում եմ սև բերետավորների եւ կարմիր։ Ավագյան Աշոտին, ես խնդրում եմ ձեզ, Ավագյան Աշոտ, Երանոսյան Լովա, նախկին այդ Ղախպա Բոզի տղեկին, Արշակի Թայֆա եւ այլն, փողոց փագելուց եթե տեսակ, բռնաբարեք, նկարեք, ուղարկեք հանրային ձայն։ Ես ինքս ապահովում եմ ձեր հետագա պաշտոնա։ Այն միլիցեն, ով տվեց Ավագյան Աշոտի քիթ ու բերանը ջարդեց, ես խոստանում եմ միլպետի պաշտոն։ Գալու դեպքում, իսկ ես գալու եմ։ Այն ոստիկանը, ով սրանց դրեց փողոցի մեջ գցեց զիբիլի վեդրո փչացրեց այդ միլիցիոնման մատը կողեց որը բեյլով հանեց, ես խոստանում եմ բարձր պաշտոն։ Բռնաբարեք սրանց։ Այս Ավագյան Աշոտանման բոզի տղեկի, որ հիմա հելել են փողոց են փագան։ Եթե Նիկոլ դու որոշել ես իշխանություն տաս Ռոբիկին, ես քեզ մի բան ասեմ։ Քեզ ձենա տվել 640,000 մարդ, ըստ քո թվերի, ես ցիտում եմ քո թվերը, կենտրոնական ընտրական հանձնաժողով, Մուկուչյան, ինչը որ նկարել է։ Արի ընդունեք մի բան, որ սա իրականությունն է, այս 640,000-ը, օքեյ։ Դու խափում ես 640,000 մարդու։ Իսկ այն ժամանակ ավելի շատ մարդեր քեզ ձեն տվել, ճիշտ է։ Գոնե բարի եղի, իշխանությունը փոխանցի այնպիսի մի երրորդ ուժի, որը կապ չունենա այս բոզի տղաների հետ, որ գոնե ժողովուրդն ասեն լավ, թողես գնաց, բայց գոնե իշխանությունը չտվեց այս բոզի տղեկին։ Քթի երրորդ ուժ, խնդրեմ, Վարդան Ղուկասյան, հայոց հայրենիք, փոխանցի հայոց հայրենիքին, այլ ոչ թե ղախպի տղեկին։ Եթե մտադրված ես, այն մումու գանդոններ դատարանը համոզելով, ծաղիկներով, եսի մինչերով, մոստ են բացում, ես են ոչ դուբինկա ենք տենում, ոչ ջրցան մեքենա ենք տենում, ժողովրդավարությունը սա, եթե սա ժողովրդավարություն է, ում հանդեպ, Ռոբերտ Քոչարյանի, ով արեց մարտի 1, ասում եմ, եթե ուզում ես, եթե դու ցանկանում ես գնաս, էլ չես կարող, Երկրի մերը արել ես մոր մաշկուել չգիտես տակից ոնց դուրս գաս, գոնե թասիբ նամուս ունեցի, իշխանությունը փոխանցի երրորդ ուժի։ Այդ ժամանակավոր կառավարություն կոչվածը փոխանցի երրորդ ուժի, այլ ոչ թե բոզի տղեկին։ Փոխանցի Արտակ Գալստյանին, փոխանցի ինձ,
ասա արի տեր կանգնի ընտրությունների նորմալ ընտրություն թոլինի առանց փող բաժանելու կեղծելու եւ կընտրեն թոնայել գա եթե հանկարծ այս ազգը կընտրի քեզ նորից խնդրեմ արի վերինգի չես ուզում է դու մասնակցես կընտրի այս ղախպեքին ուրեմն ես էլ ասելով որ շի բան չունեմ որովհետեւ ես կոալիցիա կազմելու ցանկություն չունեմ ոչ մեկի հետ ոչ քո ոչ սրանց եւ դու ես թուրք եւ սրանք են թուրք իտոգում կհաղթեն այս երևույթները խնդրեմ արեք վերցրեք Հայաստան արեք մոր մեջ եթե մտքիդ կա թողնել եւ սիկտիր ելնել տես հրապարակայնորեն այս առաջարկությունը ես անում եմ որ հետո չասեն սրա կողմից է նրա կողմից է եւ այլն ես միշտ ասել եմ ես իմ կողմից եմ ես ունեմ իմ կուսակցությունը բայց այն որ ես տենում եմ որ մի բան նիտոյա այն չի միտին կազմակերպիչին անօրինական փողոց փագողին եւ այլ ասում են խնդրեմ նստեք մեքենա ես ես չեմ տեսել հոկտեմբերի 27 եւ այլն սաղ մնաց օդի մեջ հարգելի ժողովուրդ այսպիսին է վիճակը ես ինձ հարգելի մարդիկ զանգում հարցում են ձեր կարծիքը ես եմ ես չեմ կարողանում հասկանալ ինչա կատարվում իրոք բացարձակապես չեմ կարողանում հասկանալ որովհետեւ այս շարժում կոչվածը եթե իշխանությունը մտադրված է ցրելու սա ընդամենը մի քանի ժամվա հարց է ընդամենը մի քանի ժամ եւ ամբողջ այս երևույթը դադարում է բայց ես ելնում եմ դա տեղի չունելու ժողովուրդը ինքն է փողոց բացում գրզոյի ախրանիկը գալիս է մատա թափ տալիս միջան թողը մեթմա այսինքն երկու կողմն էլ մեկը մեկից համար վիժվածք են ես ինքը չեմ կարողանում հասկանալ որտեւ ոստիկանությունը ճիշտ է վայ Ղազարյան ունի բավականին ուժ միջոց եւ երանգ ցույցը ցրելու առհասարակ թույլ չտալու որ ցես բան տեղի ունենա բայց ոչ մի բան չի անում ոչ հիմա պիտի այդ ֆուրերի ոչ մի տնօրենը կանոնավորված լիներ բայց ոչ Ավակյան Աշոտ Սաշիկի տղա Յանոսյան լովա խումար բաց որ սաղ ներքին զորքերի փողերը կրվավ հիմա նորից հայտնվել է զորերի վրա նորից ուզում է գա իշխան նորից հայտնվել են ես դեռ չեմ կարողանում հասկանալ եւ հերո կմնան վերջնական գնահատական տալուց բայց եթե որոշել ես իշխանությունը հանձնել նորից եմ կրկնում գոնե վերջին քայլը երկրի համար արա մի հանձնի այն մարդկանց ովքեր որ երկիրը հացրեցին այսօրվան հիմա էլ բորում են Ղարաբաղ եւ այլն Ղարաբաղի մերը մոր մշեկար է երկուստ այսօր այսքանը շնորհակալություն